այդ մարդիկ պատերազմի եւ լրտեսական երրագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ Ժորժան, իրենքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն ցույց չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։ Ծառուկյան կակիկը ուրիշի հանձնարարությամբ օտար երկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար։ Ինքը իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքը գործակալ է օտար երկրյա, եւ ով որ նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտար երկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ, այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Տենց մուսկուլներին մի նայի, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Իրանք այսօր դրսում են պապաներ փնտրել եւ գտել, որովհետեւ ես հրաժարվել եմ իրանց պապայություն արել, որովհետեւ իրանց նման այո, նրանք դրսում են պապաներ փնտրել եւ գտնել, որովհետեւ ես հրաժարվել եմ նրանց պապայություն անել, ես մի բանը շատ իմացեք։ Եվ մենք պետքա նրանցից հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը, Ծառուկյան Գագիկից Կալուգացուց Ռոբերտ Քոչարյանից։ Եվ ես սա չեմ ասում ապագայի համար, ժողովուրդ ջան, այսօր արդեն դա տեղի է ունեցել եւ տեղի է ունենում։ Վերջին 8 տարիներին մենք շուրջ 8 միլիարդ դոլարի գույք եւ ֆինանսական միջոցներ տարբեր մեխանիզմներով վերադարձրել ենք Հայաստանի ժողովրդին։